Գանձաքար գյուղում հիմա իսկական սունկ հավաքելու եղանակ է։ Ցերեկվա ժամերին գյուղի տներում հազիվ թե մարդ գտնես, եթե գործով Իջևան չեն գնացել, ուրեմն սարում են։ Շատերը տնից դուրս գալիս դուռը կողպելու սովորություն չունեն։ Հարևան լինի թե կողմնակի մարդ, տան դռները բոլորի առաջ բաց են։ Գողն էլ ինչ կուզի, բաց դուռ։ Մարտի 8-ին այդպես էլ եղել էր։ Ինչ որ մեկը տեսել էր, որ Գանձաքարի 28-րդ փողոցի տներից մեկում մարդ չկա, դուռն էլ կողպված չէր։ Անաղմուկ ներս էր մտել, ննջարանից գողացել էր տան ոսկեղենն ու նույնքան աննկատ հեռացել։ Վնասի չափը մոտ 400,000 դրամ էր, գողոնը 4 մատանի, 1 զույգ ականջող և 1 կախազարդ։ Եղածը է, մտածել էր տանտերն ու ոստիկանություն չէր դիմել, բայց ոստիկանության Իջևանի բաժնի աշխատակիցները տեղեկացել էին ոչ միայն գողության մասին, այլև այն, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի բնակիչ Էդգար Հարությունյանը։ Իրավապահները մի քանի անգամ Հարությունյանի տուն էին գնացել, բայց նրան տանը գտնել չէր հաջողվել։ Ընտանիքի անդամներն ու հարևանները հավատացնում էին, թե չգիտեն որտեղ է, եւ միայն օրեր անց ապրիլի 10-ին, երբ Էդգարի մայրը որդու գողացած զարդերը համագյուղացուն էր վերադարձրել, Հարությունյանը կամավոր ներկայացել էր ոստիկանության Իջևանի բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք։ Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Էդգար Հարությունյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Քննությունը շարունակվում է։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, ապրիլի 10-ից 11 նկած ժամանակահատվածում Հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8, ավազակային հարձակման 1, խարդախության 5, մաքսանենգության 3 և խուլիգանության 2 դեպքերը բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 2, գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, 1 մարդ զոհվել է, 5-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ուշադրություն, ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման ժամանակ պարտադիր ներկայացվող փաստաթղթերի հետ միասին տրանսպորտային միջոցի սեփականատերը, լիազորված անձը ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման քննական ստորաբաժանում պետք է ներկայացնի նաև տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհայտ կորածը որոնվում է Երևան քաղաքի բնակիչ 1973 թվականին ծնված Մեսրոպ Աշոտի Գրիգորյանը, որը սույն թվականի մարտի 10-ին ժամը 10-ի սահմաններում դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Մեսրոպ Գրիգորյանը տառապում է մտավոր հետամնացությամբ։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 440202, 420202, 444260 հեռախոսահամարներով։ Ապրիլի 9-ին ոստիկանության զորքերի 1033 զորամասի հյուրերը Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոսներ էին՝ Աշոտ Ներսիսյանը, Վանիկ Վիրաբյանը, Համլետ Գևորգյանը և Գևորգ Մելքոնյանը։ Այցի նպատակը ոստիկանության զորքերի զինծառայողներին Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործերի նախարարության պատմությունը, նաև ազգային ազատագրական հերոսամարտերում, մասնավորապես Արցախյան ազատամարտում ոստիկանների ծանրակշիռ դերը ներկայացնելն էր։ Զինծառայողները հետաքրքրությամբ ունկնդրեցին դասախոսությունը, իսկ զորամասի հրամանատարությունը կարևորելով նման հանդիպումները հույս հայտնեց, որ դրանք կլինեն շարունակական։ Պատմաբան դասախոսները դատարկաձեռն չէին, նրանք զորամասի գրադարանին նվիրեցին իրենց հեղինակած գրքերը։